Որ դիզայներին էին մեղադրում չափազանց շատ կտոր սպառելու մեջ։ Կրիստիան Դիորին, երբ նա թողարկեց իր New Look հավաքածուն 1947 թվականին, Եվրոպան դեռ վերականգնվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքներից եւ գոյություն ուներ կտորի պակասուրդ, իսկ Դիորի ուռած զգեստները եւ կիսաշրջալ զգեստները պահանջում էին 20-ից 30 մետր կտոր, ինչը բնականաբար խելամիտ որոշում չէր, սակայն այդ հավաքածուն վերադարձրեց կանանց ինքնավստահություն եւ հավետ մնաց նորաձևության պատմության մեջ։ Այսպիսով այդ որոշումը լիովին արդարացված էր։ Նախքան հաջորդ հարցին անցնելը անպայման հետևեք իմեջին։ Ինչու է Լորոպիանան այդքան թանկ։ Նախ, որովհետև բրենդը օգտագործում է աշխարհի ամենահազվադեպ հումքերից, օրինակ Վիկունիայի բուրդը, որը հավաքվում է 2-3 տարին մեկ, եւ Baby Cashmere-ը, որը ստացվում է ուլերից միայն մեկ անգամ։ Որպես օրինակ, պատկերացրեք, որ 1 սվետր ստանալու համար կարող է անհրաժեշտ լինել 20 ուլի բուրդ։ Դրան գումարվում է ժամանակատար ձեռքի աշխատանքը, շատ խիստ որակի վերահսկումը, ինչպես նաև բրենդի ժառանգությունը։ Իսկ հնարավոր է ձեռք բերել Լորոպիանայի կտորները ավելի մատչելի արժեքով։ Ոչ միայն Լորոպիանայի, այլ ավելի քան 25 բրենդների կտորները կարելի է ձեռք բերել ավելի մատչելի արժեքով, այն էլ Երևանում, Վենիչի խանութ սրահից։ Կտորները բացառապես օրիգինալ են եւ էքսկլյուզիվ Հայաստանում։ Խանութի էջը կթողնեմ ներքևում։ Որ բրենդն է ստեղծել մոնոգրամ, իր ապրանքների կրկնօրինակները կանխելու համար։ Խոսքը Լուի Վիտոնի մասին է, սակայն պարադոքսը նրանում է, որ գեղձիկները կանխելու համար ստեղծված մոնոգրամը դարձել է աշխարհի ամենահաճախ օգտագործվող եւ ամենաշատ կրկնօրինակվող նախշերից մեկը։ Որ բրենդն է ստեղծել հատուկ գույն, մոխրագույնի եւ բեժի հավասարաչափ խառնուրդը, տղամարդկանց եւ կանանց կոստյումներ կարելու համար։ Giorgio Armani-ին խոսքը բրենդի այցեքարտային greige գույնի մասին է, այսինքն grey plus beige, որը չնայած ստեղծվել է նորաձևության ոլորտում, բայց այժմ կիրառվում է տարբեր ասպարեզներում, նամանավանդ ինտերիեր դիզայնում։ Որն է ամենավառ նորաձևության բրենդը։ Միանշանակ Escadan, վառ գույներ, տարատեսակ պրինտներ, կարճ ասած այս բրենդի հետ դուք մշտապես կլինեք ուշադրության կենտրոնում։ Չմոռանաք հավանել այս հոլովակը եւ կիսվել ընկերների հետ։